Եթերում կրկին տուգանային հրապարակն է, օրվա կարևորագույն մարզական իրադարձություններին առաջարկում եմ ծանոթանալ Հրապարակ TV եթերում։ Ասերիայի ընթացիկ առաջնության 24-րդ տուրում Միլանից կրած 1-2 հաշվով պարտությունից հետո Ռոմայի գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան խոսել է իր տպավորությունների մասին։ Անկեղծ ասած, տհաճ կերպով սկսեցինք հանդիպումը եւ ոչնչով չկարողացանք դիմադրել Միլանի բարձր ճնշմանը։ Առաջին 20 րոպեների ընթացքում անգամ չէինք կարողանում հասկանալ ինչպես կարելի է դիմակայել մրցակցին։ Եվ սա առաջին անգամը չէ, երբ հանդիպում ենք իր սեփական պայմանները թելադրող հակառակորդի։ Կարելի է ասել, ուժեղագույն ակումբների հետ կապված մեր վիճակագրությունն այդքան էլ հաջող չէ։ Թեպետ Միլանի հետ խաղում հանդիպումը վատ մեկնարկելուց հետո կարողացանք բարելավել խաղը եւ ստեղծել շատ վտանգավոր պահեր, բայց փաստորեն առաջին 20 րոպեների ընթացքում շատ բան վճռվեց հանդիպման վերջնական արդյունքի մասով։ Իմ ֆուտբոլիստներից շատերն էին սխալվում, ուստի ճիշտ չէ պարտությունը բարթել կոնկրետ մեկ ֆուտբոլիստի կամ մի քանիսի վրա։ Բոլորս ենք պատասխանատու այս պարտության համար, ինձնից սկսած վստահեցնում եմ, առաջիկայում բարելավելու ենք մեր խաղը, ասել է մասնագետը։ Մադրիդի Ռեալը միացել է Թուրինի Յուվենտուսին եւ Մանչեսթեր Սիթիին իտալացի երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու ցանկության հարցում։ Իտալական Սասուոլոյի երիտասարդ կիսապաշտպան Մանուել Լոկատելիի տաղանդի եւ նրա նկատմամբ հայտնի ակումբների հետաքրքրվածության մասին մարզական մամուլում բազմիցս է գրվել։ Մասնավորապես ասում էին, թե կիսապաշտպանի տրանսֆերը ամեն կերպ փորձում են ձեռք բերել Թուրինի Յուվենտուսն ու անգլիական Մանչեսթեր Սիթիին, ահա եւ ինչպես գրում են իտալական հեղինակավոր մարզական պարբերականները, ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու պայքարին միացել է նաեւ Մադրիդի Ռեալը, արքայական ակումբի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հրահանգել է անձամբ կապվել Լոկատելիի հետ, ամեն կերպ համոզել տեղափոխվել Մադրիդ։ Էրիկ Գարսիան ամռանը կտեղափոխվի կատալոնական Բարսելոնա, տեղեկությունը անձամբ է հաստատել Պեպ Գվարդիոլան։ Մարզական հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն օրերս թվիթերյան իր էջում հայտնել էր, որ Մանչեսթեր Սիթիի իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու է կատալոնական Բարսելոնա։ Մինչ մանչեսթերյան մարզական մամուլը հերքում էր այս տեղեկատվությունը, Սիթիի կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է հաստատել այն։ Գարսիան ինձ համար որդու պես է, անցյալ մրցաշրջանում նա մեր լավագույն կենտրոնական պաշտպանն էր, բայց նա պատրաստվում է խաղալ Բարսելոնայում։ Գարսիան միջին խաղացող չէ, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, այսօր նա այն մակարդակի ֆուտբոլիստ է, որ կխաղա այնտեղ, որտեղ ինքն է ցանկանում։ Հաջողություն եմ ցանկանում նրան, որտեղ էլ լինի, ասել է Գվարդիոլան։ Բեքհեմը հայտարարել է ամեն ինչ անելու են Մեսսին ու Ռոնալդուին իրենց թիմում տեսնելու համար։ Լեգենդար անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, որն այժմ նաև MLS-ի Ինտեր Մայամիի համասեփականատերերից է, հայտնել է, որ ամեն ինչ անելու են թիմ հրավիրել նաև կատալոնական Բարսելոնայի եւ Թուրինի Յուվենտուսի առաջատարներ Լեո Մեսսիին ու Կրիշտիանո Ռոնալդուին։ Միանշանակ է, որ Ինտերի երկրպագուները ցանկանում են թիմում տեսնել մեծ աստղերի Գոնսալո Իգուայինն ու Բլես Մատուիդին արդեն խաղում են մեզ համար, բայց ապագայում մենք կցանկանայինք հրավիրել համաշխարհային աստղերի։ Մեսսին եւ Ռոնալդուն վերջին 15 տարվա լավագույն ֆուտբոլիստներից են, մենք միայն լավագույններին ենք ուզում տեսնել մեր թիմում, ասել է Բեքհեմը։ Տոկիոյի օլիմպիական խաղերն էլ հնարավոր է անցկացվի հանդիսականների ներկայությամբ։ Տոկիոյում նախատեսված ամառային օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը պետք է անցկացվեն հասկել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։ Նա նաեւ փոխանցել է, որ արդեն մարտի 3-ին կկայանա Միջազգային օլիմպիական կոմիտեի, Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության, Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչների, Տոկիոյի վարչակազմի եւ խաղերի կազմկոմիտեի առցանց հանդիպումը։ Հանդիպման օրակարգերից մեկը լինելու է հենց հանդիսականների հարցը։ Սպորտային անցուդարձից այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, կրկին հանդիպելու ենք վաղը նույն ժամին։